Բարև ձեզ հարգելի հեռուստատեղներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը պոլիտիկայի եթերում։ Այսօր այս ֆորմատում մի կարևոր թեմա ենք քննարկելու, որը նախորդ տարվա ավարտին եղավ այս թեմայի վերաբերյալ հայտարարություն, բայց հետաքրքիր է, որ դուրս մնաց քննարկման օրակարգից, հիմնականում դուրս մնաց, 1-2 հրապարակումներ եղան։ Ուրեմն նախորդ տարվա ավարտին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարևոր հայտարարություն արեց Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպման ընթացքում։ Նա ըստ էության բացահայտեց, որ Վաշինգտոնի օգոստոսի 8-ի այդ հանդիպումը կամ խաղաղության պայմանագրի նախաստորագրումը եղել է իր կողմից գործադրված սպառնալիքի արդյունք։ Ամերիկացի առաջնորդը հայտարարել է, որ բազմամյա հակամարտության կարգավորման ոչ հեշտ գործում իրեն օգնել են սպառնալիքները։ Դա շատ արագ արդյունք է տվել, ինչը զարմացրել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինին։ Ես բառացիորեն դա արեցի 1 օրում, առևտուր, ես ասացի, որ մենք կդադարեցնենք առևտուրը 2-ի հետ էլ, այլևս որևէ առևտուր չի լինի։ Հետո ես սահմանեցի 200%-անոց մաքսատուրքեր, հաջորդ օրը նրանք զանգահարեցին։ Խոսքը Ալիևի եւ Փաշինյանի մասին է։ Այն, որ Միացյալ Նահանգների նախագահի կողմից գործադրվել է սպառնալիք, հասկանալի է, եւ այն, որ այս ստորագրված համաձայնություններում կամ նախաստորագրված համաձայնություններում հիմնական զիջող կողմը եղել է Հայաստանը եւ հայկական շահն է զիջվել, սրա մասին եղել են տասնյակ, գուցե հարյուրավոր հրապարակումներ, հաղորդումներ, ելույթներ, փաստարկված, որի մասին ավելորդ անգամ խոսալ միայն այդ Տրամփի ուղին, որ տրվում է Միացյալ Նահանգներին, որ այդ ուղու վրա լինելու են, քննարկում են, որ կարող են լինել մաքսային այլ ռեժիմ կամ մաքսային ծառայություններ կարող են մատուցել լրիվ այլ մասնավոր ընկերություններ, ոչ Հայաստանի Հանրապետությունը, այն, որ այդ Տրամփի ուղու վերաբերյալ Ալիևը շարունակում է ունենալ այն դիրքորոշումը, ինչ ուներ իրենց կողմից դաշտեցված այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասով, դա էլ ցույց է տալիս, որ Ալիևը կամ ադրբեջանական կողմի համար այդ Տրամփի ուղի կոչվածը օգտագործվելու է այն պայմաններով, ինչպես օգտագործվելու էր այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը մի տարբերությամբ, եթե իրենք պատկերացնում էին, որ Զանգեզուրի միջանցքում պիտի կանգնեն ադրբեջանցիները, թուրքերը, ապա Տրամփի ուղում կանգնելու են ամենայն հավանականությամբ ամերիկյան մասնավոր ընկերության աշխատակիցներ, մասնավոր ճակերտների մեջ եմ ասում, դրանք իրականում լինելու են Միացյալ Նահանգների պետական կոնկրետ հաստատությունների տակ գտնվող ընկերության աշխատակիցներ։ Եվ այստեղ է նաև այն, որ ասում ես զիջել են կողմերը, Հայաստանը գործնականում հողի վրա իր իրավունքներն է զիջել, Ադրբեջանը համաձայնել է, որ այդ ուղին լինի ոչ թե Զանգեզուրի միջանցք, այլ լինի Տրամփի ուղի, այսինքն ոչ թե այնտեղ ադրբեջանցիներ կանգնեն, այլ ամերիկյան արևմտյան մասնավոր ընկերության աշխատակիցներ կանգնեն։ Սա է եղել Ադրբեջանի զիջացը։ Ադրբեջանը իր կենսական շահերից որևէ բան չի զիջել, այդ ճանապարհը ինչպես որ պիտի օգտագործելու է, եթե այն գործարկվի իհարկե։ Հիմա գանք զիջումների կամ ճնշումների այն հատվածին, որը հնչեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը։ Այո, ես համոզված եմ ճնշումներ եղել են, բայց ես կարծում եմ ճնշումների բովանդակությունն է այլ եղել, ոչ թե տնտեսական այդ մաքսատուրքերի ճանապարհով է ճնշում գործադրվել, այլ լրիվ այլ ճանապարհով, ինչի մասին կխոսանք եւ ինչու եմ ես համոզմանը եկել։ Ուրեմն ես պաշտոնական տվյալներ կներկայացնեմ, ըստ այդ տվյալների Ադրբեջանն ու Հայաստանը դեպի Միացյալ Նահանգներ ուղղակի չնչին արտահանում ունեն, ուրեմն Միացյալ Նահանգներ արտահանվող հայկական ապրանքների ծավալը տեսակարար մեծ կշիռ չունի Հայաստանի արտաքին առևտրի հաշվեկշռում։ Մինչև 2020 թվականն այն կազմում էր մոտ $50 միլիոն, հաջորդ 2 տարիների տվյալներով հասել էր մինչև $80 միլիոն, սակայն 2023-24 թվականներին գրեթե կրկնակի կրճատվել էր, հասնելով շուրջ $40 միլիոն։ Հայաստանից ամենաարտահանման զգալի մասը մոտ 20%-ը բաժին է հասնում ոսկուն եւ ադամանդին, մոտ 15%-ը լրացնում է ոգելից եւ ոչ ոգելից խմիչքները։
Ավելի քիչ ծավալով արտահանվում են բանջարեղենային պահածոներ եւ կատնամթերք։ Արտահանվող ապրանքների ծավալից բացի փոքր են նաեւ դրանց տեսականին, ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ում այդ ապրանքները հանգիստ կարող են փոխարինվել այլ երկրների արտադրանքով։ Հայաստանի արտահանման ընդհանուր ցուցանիշում դեպի ԱՄՆ արտահանումը 2021 թվականին կազմել է մոտ 2.5%, 2024 թվականի տվյալ չկա, բայց վստահաբար մոտ այդ շրջանակում է կամ ավելի պակաս։ Այս հրապարակումը, այս տվյալները վերցրել եմ Armenpress պետական գործակալությունից, այլ տեղից չեմ վերցրել։ Ադրբեջանական պաշտոնական վիճակագրության համաձայն Ադրբեջանից ԱՄՆ արտահանումը 2025 թվականի առաջին 8 ամիսների ընթացքում նվազել է 2.4 անգամ, կազմելով 45 միլիոն 231 հազար 810 դոլար։ Արտահանման մասնաբաժինը կազմել է 0.27%, 2024 թվականի հունվար-օգոստոս 0.6%, այսինքն Ադրբեջանի համար առավել չնչին նշանակություն ունի ԱՄՆ արտահանումը։ Այս թվերը ինչի մասին են խոսում։ Չէր կարող 40-45 միլիոն դոլարի արտահանման վրա դրվող 200%-անոց մաքսատուրքը ստիպեր Հայաստանին գնալ նման զիջումների։ Ուրեմն այդտեղ եղել են այլ սպառնալիքներ կամ սպառնալիքի այլ միջոցներ։ Մի հնարավորություն կա, մի ճանապարհ կա, որով կարող էր ստիպել Ամերիկան Հայաստանին գնալ նման գործարքի կամ այդ գործարքը կնքել Վաշինգտոնում։ Այդ սպառնալիքը եղել է պատերազմը։ Գարնանը մի քանի անգամ ԱՄՆ պաշտոնյաները այսպես ուղակի օդից վերցրած տեղեկությունների հիման վրա հայտարարում էին, որ Ադրբեջանը ամենայն հավանականությամբ կամ հայ-ադրբեջանական շփման գծում նորից էսկալացիա կլինի, հարձակում կլինի, պատերազմ կլինի եւ հենց այս պատերազմի թեման կարող էր ստիպել Նիկոլ Փաշինյանին հենց Վաշինգտոնում եւ հենց այդ տեսքով փաստաթղթի նախաստորագրմանը։ Դուք ինքներդ էլ հետևել եք Փաշինյանի գործունեությանը եւ տեսել եք, որ ամեն անգամ հենց պատերազմից վախենալով է կամ գոնե հրապարակային այդպես է ցույց տալիս, որ պատերազմից վախենալով է գնում այս կամ այն զիջվանը։ Հիշեք Կիրանցի դեպքերը, երբ հրապարակային հայտարարեց, որ եթե մենք այդ տարածքները չհանձնենք, մեկ շաբաթից կարող էր պատերազմ սկսել։ Այսինքն պատերազմը այն միակ գործիքն է, որով հնարավոր է եւ գործնականում այդպես էլ արվում է Փաշինյանին տանել տարբեր հարթակներ եւ ստորագրել տալ տարբեր հաստատքներ։ Ես հիշեցնեմ, որ այդ ժամանակ պատերազմի մասին ըստ հրապարակ օրաթերթի պատերազմի մասին նաև զեկույց է կազմել Արևմուտքի օժանդակությամբ կամ Արևմուտքի նախաձեռնությամբ ստեղծված արտաքին հետախուզական ծառայությունը, որը ըստ հրապարակ օրաթերթի վերջին կաթիլն է եղել Փաշինյանի մոտ, երբ արդեն Հայաստանի արտաքին հետախուզական ծառայությունը հայտարարել է, որ պատերազմի մեծ վտանգ կա, որոշում է կայացրել գնալ Վաշինգտոն, որպեսզի կամ գուցե գնալ Վաշինգտոն այդ տեսքով, որպեսզի պատերազմ հանկարծ չսկսի։ Ուրեմն 2025 թվականի մայիսի 21-ին Ադրբեջան եւ Հայաստանի միջև հակամարտության իրական ռիսկը պահպանվում է, հայտարարում է ԱՄՆ կոնգրեսում հայտարարում է Մարկո Ռուբիոն, պետքարտուղար։ Մեր հիմնական խնդիրը Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության հաստատումն է։ Այստեղ հակամարտության իրական ռիսկ կա, որը մենք փորձում ենք կանխել, ասել է նա։ Մարկո Ռուբիոյի խոսքով Վաշինգտոնը զբաղվում է նաև Ադրբեջանում բանտարկյալների եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերով։ Սա ըստ էության այն եզակի գործիքն է, որը աշխատում է Նիկոլ Փաշինյանի դեմ եւ աշխատել է նաև այս անգամ։ Իսկ այն, որ Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում ճնշվողը կամ Միացյալ Նահանգների կողմից ճնշման ենթարկվողը Հայաստանն է, ոչ թե Ադրբեջանը, դրա մասին էլ ուրեմն կա հետաքրքիր բացահայտում, դա մեր վերլուծությունը չի, դա ուրեմն շատ ուղիղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանի հայտարարությունն է։ Ուրեմն Ֆիդանը ինչ է հայտարարել օրերս։ Տարածաշրջանում մեր նպատակները համընկնում են ԱՄՆ-ի նպատակների հետ, որը Հայաստանին
հակադրում է խաղաղության, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը։ Այսինքն այն ինչ որ մենք ասում ենք, որ Միացյալ Նահանգները Հայաստանին է ստիպել եւ արդեն գալիս ենք մեր վերլուծությանը, որ այդ ստիպելը կարող է լինել միայն պատերազմի սպառնալիքով, որ այ եթե դուք չգաք Վաշինգտոն, Ադրբեջանը ազատություն կունենա հարձակվելու եւ վերցնելու Զանգեզուրի միջանցք։ Եթե հիշում եք այդ օրերին, այդ ամիսներին միջև Վաշինգտոն գնալու մասին հայտարարել Գառնանը նաեւ Հայաստանի արտգործնախարարն էր մտահոգված, որ պատերազմի ռիսկը մեծ է, այսինքն գործնականում Միացյալ Նահանգների պաշտոնյաները կարող էին ասել կամ ակնարկել կամ հասկացնել, որ եթե դուք չեք գալիս մեր պայմաններով, մեր տարածքում ստորագրելու այդ փաստաթուղթը, ապա Ադրբեջանը ազատ է անելու այնինչ ցանկանում է, իսկ Ադրբեջանը հայտարարել էր, որ Զանգեզուրի միջանցքը խոստացված է Փաշինյանի կողմից եւ իրենք ամեն ձեւով դա վերցնելու են։ Հաջորդ դրվագը, որ կարող էր Փաշինյանին վախեցնել, դա կարծում եմ բացահայտեց Վենեսուելայի նախագահի հետ կատարվածը։ Եթե Փաշինյանը հրաժարվեր Միացյալ Նահանգների կամքը կատարել, մի օր էլ Միացյալ Նահանգների ուժային կառույցների ներկայացուցիչները, բանակը, հատուկ ծառայությունների ներկայացուցիչները կարող էին գալ Երևան եւ այդ Հրազդանի կիրճից առևանգել Նիկոլ Փաշինյանին ու Աննա Հակոբյանին։ Սա էլ կարծում ցույց է տալիս, թե ինչ են պատրաստ Արևմուտքում, գլխավորապես Միացյալ Նահանգներում իրենց նպատակներին հասնելու համար։ Եվ սա էլ նաև ուղերձ է Փաշինյանին։ Եվ սրանից հետո Փաշինյանը առավել ջանասիրաբար պիտի ծառայի հավաքական Արևմուտքին եւ գլխավորապես Միացյալ Նահանգներին, որովհետեւ Մադուրոյի հետ կատարվածը ցույց է տալիս, ինչ կարող է լինել իրենց հետ։ Ասենք Միացյալ Նահանգները կարող են հայտարարել, որ Նիկոլ Փաշինյանը մասնակից է եղել Արցախի հայերի էթնիկ զտմանը եւ իրենք Միացյալ Նահանգներում քրեական գործ են հարուցել Փաշինյանի եւ նրա կնոջ դեմ ու ձերբակալել տարել են։ Մենք էլ գիտենք, որ նրանք մասնակից են եղել առնվազն քարոզչական դաշտում կամ համաձայնությամբ Արցախի հայերի էթնիկ զտմանը, մեծ մասը կուրախանա, որ դե մենք չկարողացանք դատել Նիկոլ Փաշինյանին, Միացյալ Նահանգները դատեցին նրան, Փաշինյանն էլ սրա մասին գիտի, որ Հայաստան ժողովրդի 90% եւ կուրախանա, որ ինչ որ մեկը առևանգի Փաշինյանին։ Հատկապես եթե առևանգի Միացյալ Նահանգները, ու հատկապես եթե առևանգի իր գործընկերոջ հետ միասին։ Այնպես որ պետք է փաստել, որ այո, ճիշտ է ասում Միացյալ Նահանգների նախագահը, նա սպառնալիքներ է գործադրել եւ ճիշտ է ասում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը, որ ԱՄՆ-ն այդ սպառնալիքներով հենց Հայաստանին է իրենց բնորոշմամբ ասում խաղաղության տանում, մենք հասկանում ենք, որ Հայաստանի շահերի զիջմանը տանում եւ դա տարավ այն տեղի ունեցավ նաեւ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին։ Այսքան հարգելի հեռուստադիտողներ, կհանդիպենք հաջորդ անգամ։